Սրան գումարվեցին նաև քաղաքապետի սահմանած ամենամսյա պատվո գումարները աշխարհի և Եվրոպայի չեմպիոններին։ Ուրախալի է, որ հետևելով Վարդան Ղուկասյանի այս նախաձեռնությանն ու օրինակին, նրա այդ մոտեցումը այսօր արդեն կիրառվում է հանրապետության ճանաչված մարզիկների նկատմամբ։ Միայն Գյումրի քաղաքապետարան ունի 15 դպրոց։ Մենք եկանք վեցատեր, դարձրեցինք 15-ը։ Չհաշված Իսրայելի և Մեխակի դպրոցները նորից շենքը տվեցինք ու կառուցվեց մեր հնարավորությունների սահմաններում և փակտացու այդ երկու դպրոցը նորից կառուցեցինք սամբո ձյուդոն, որ այդտեղ կխնդրեմ աշխարհի չեմպիոններ ենք տալիս։ Վերևի։ Այդ պետք է ծախեին գնար կորեր վերանար։ Կառուցեցինք շախմատի դպրոցը, չհաշված մի քիչ ներքև տվեցինք գումարը ավտոբուսնի ռեմոնտին, վերցրեցինք մի հատ հսկայական դալիճ, 58 թաղամասի հետ լողավազանը գումար դրեցինք, կառուցեցինք, սարքեցինք, հրաձգարանը սարքեցինք։ Մարզաշխարհի ներկայացուցիչների ընդունելությունները և մարզական արդյունքների ամփոփումը քաղաքապետի մոտ ավանդական են դարձել։ Դրանք ոգևորում են նաև մարզիկներին։ Ապրիլի 20-ից սկսվում է ռեյտինգային մրցումները, կփորձեմ ուղեգիր նվաճեմ, որ մեղախաղին լավ հանդես գամ։ Արդեն ավանդույթ է դառել, մրցումներից առաջ և հետո հանդիպելը քաղաքապետի հետ։ Ինձ նվեր խոստացավ այս Եվրոպայի առաջնությունից հետո։ Մեր մարզիկի այս հաղթանակը մեծ պարգև է նաև իր ընտանիքի համար։ Վստահ ենք, որ Արթուրի այս հաղթարշավը շարունակական է և նա կկրկնապատկի իր նվաճումները։ Այսքանով մեր այս եթերաժամի լրատվությունը սպառված է։ Մենք կհանդիպենք հաջորդ կիրակի ժամը 20-ին։ Եղեք լավատես և առողջ։ Հաջողություն ձեզ։